Սա առաջերտին Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության գլխավորականների համատեղ հավաք։ Այսպես եմ մտածել, սովորել։ Ցավոքսրտի ես ինքս իմել եմ մի 100 հոգու հրավիրել եմ առանձին հայտարարություն է տրվել, 2 անգամ է հրավիրվել և մեսենջերով և առանձին համատեղում ուղարկել եմ առանձին հայտարարություն է եղել ցավոքսրտի շատերը տեսնում են, որ պետք է հավաքվեինք, ուժ դառնայինք և հատիկ կառուցել։ Ուրեմն օրակարգում երկրի առջև ծառացած խնդիրները և մտավորականության պատասխանատվությունը։ Շատ կարևոր է, եթե մտավորականությունը ինչ որ այսօր տեղի է ունենում, երբ երկիրը գիտենք ինչ ընկի առջև է կանգնած, երկրի կորստի խնդիրը, մտավորականությունը ինչ ունի անել և ինչու չի արել։ Մի քիչ խորքային ես կուզենայի, որ մենք միասին վերլուծենք ավելի խորքային, ինչն է պատճառը, որպեսզի գտնենք ճիշտ պատասխանը, ինչ պետք է անենք։ Պատմությունից, երբ նայում ենք, դեպի պատմության խորքերին ենք գնում, ճիշտը պետք է ասենք։ Այսպիսի դեպքեր շատ են եղել։ Երբ միավորվել են, պատերազմել են, պայքարել են, հաղթանակել են, բայց հետո անմիջապես ցրվել են ուժերը, այդ ուժերը, որոնք ստեղծվել են, ցրվել են, սկսել են իրար դեմ պատերազմել, գիտեք, նախարարությունները իրար դեմ, գյուղերը իրար դեմ, քաղաքները իրար դեմ, մեր պատմությունը սա է, թուլացել ենք և միշտ մի հարևան, եթե թուրքը չլի, մողոլը չլի, մի հարևան կգտնի, որը ոտի տան կտանք։ Այսօր էլ այդ վիճակն է, երբ ես կարծում եմ, թուրքական հետախուզությունը կարողացել է հավաքագրել մարդկանց, բերել, անել մեր ժողովրդի գլխին, մեր պետության գլխին ղեկավարել։ Սա է հետևումից։ Այս վիճակից դուրս գալու ես տեսնում եմ հնարավորությունը, ասենք, մտավորականությունը պետք է լուծել այստեղ։ Այսինքն 85 թվականից սկսած մտավորականությունն է, շարժման հիմքը։ Գիտեք, մինչև 88 թվականը, ասենք, ես ինձ համարում եմ, որ ամենաշատ գործունեությունը ակտիվ ես կատարել եմ 88 թվականից առաջ։ Գնում էի Արցախից բերում էի և հաղորդաշարեր, և ակնարկներ էի գրում, շատ ակտիվ գործունեություն էին ծավալել Զորի Բալայանը, Բագրատ Ուլբարյանը, Շահեն Մկրտչյանը և այլն։ Հիմնականում ճիշտ հաղորդակցի մտավորականները, շախեցնած մտավորականները։ Եվ կարևորը, որ հասարակական կարծիք են ստեղծել։ Հասարակական կարծիքը, ես տեսնում եմ այս 30 տարիներին արհամարված է ընդհանրապես։ Բոլոր ղեկավարների կողմից, բայց հասարակական կարծիքն է որոշում այդ ամեն ինչը։ Առանց հասարակական կարծիքի չի լինի երկիր պահել։ Եվ արդյունքը տեսնում ենք և տարածքային կորուստներ, և մարդկային ինչպիսի կորուստներ,
եւ ամենախայտարակ վիճակը, որ այսօր դատում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Մենք հանգիստ ստանում ենք եւ այս իրավիճակում, եթե մտավորականներին հրավիրում ենք, եկել եք շատ շնորհակալ եմ, բայց շատ մարդկանց ենք հրավիրել։ Այստեղ պետք է խելոքտար, պետք է լիքը լինեին։ Այն մարդիկ, որոնք ամեն օր ելույթներ են ունենում, չեմ անում, միայն Էդվարդ Ղազարյանը կապվեց, ասեց, այս նույն ժամին դատի եմ, թե չի ես կգայի։ Էդգար Ղազարյանը։ Ես լավ, այսքան ենք, ես խնդրում եմ, առաջարկում եմ, փորձենք ինչ որ հասկանով, ինչքան հնարավոր է, փորձենք տեսնենք, կարող ենք մենք միավորվել, մտավորականությանը միավորել եւ եթե շարունակելու ենք հաջորդ հանդիպմանը, որ կարողանանք այն ուժերը, որոնք գոյություն ունեն, իրոք ես ցավով եմ ասում այդ մասին, հազար մարդիկ կան։ Մեկը հիշում եմ մի ապարանցի ընկեր ասում էր, դե եթե Նիկոլը չլինի, ուրիշով կա վարչապետը լինի, ասում եմ հարյուրներով կա։ Այդպես չի։ Մեր հզոր ուժերը կան, բայց որոնք այստեղ շատ շնորհակալ եմ ձեզանից, որ եկել եք, հարգել եք եւ մտահոգ եք այդ խնդրում։ Ես չեմ ասում նրանք մտահոգ չեն։ Նրանց խոսքերից ես տեսնում եմ, որ շատ մտահոգված են։ Բայց երևի կարևոր չեն համարել, գուցե չեմ անում, ինձ հետ կապված հնարավոր է, ասեն ինչ որ գրող, վեբ գրող մարդու հետ ինչ գործ ունենք։ Լավ, ինչ որ է, ես կառաջարկեի, որ եկեք միասին, այս հարցը, ասինքն մենք չենք, որ պետք է լուծենք այս 3 հոգով արդեն նստել ենք այստեղ, ձեզ հետ միասին։ Այս իրավիճակից դուրս գալու ինչ ճանապարհ եք տեսնում, եկեք համատեղ մտածենք, մի 3-4 րոպեի խոսք ամեն մեկի խնդրում եմ, առաջարկում եմ, եկեք իրար հետ զրուցենք։ Ելույթ ունեցող խնդրեմ։ Մենք այսպես մի զրույց սկսենք իրար հետ, շատ խոսելու բան չկա, կարիք չկա, եկեք մի զրույց սկսենք, այսպես մեր մի քանի հոգով խնդրեմ, ամբիոնից